Մենք ներկայացնում ենք ինչպես ավանդական կարատեն, այնպես էլ սպորտային կարատեն եւ աշխատանքը մենք ոչ թե միայն կոմիտեի վրա ենք աշխատում, այլ աշխատում ենք նաև ցուցադրական կատաների վրա, ցուցադրական ելույթների վրա ենք աշխատում։ Աշխատանքները շատ արդեն 2-3 տարվա մեջ տարբերվել է նախորդ տարիների համեմատած, որովհետև մենք արդեն ունենք 5 ակումբ ունենք Ղարաբաղում, իսկ դա մեծ առաջխաղացում է մեզ համար։ Վերածննդի հրապարակում կազմակերպված արևելյան մարտարվեստի մրցապայքարն իր վրայես է բերել ոչ միայն մարզաձևի սիրահարների ուշադրությունը, այլև շարժել է պատահական անցորդների հետաքրքրությունը։ Մարզիկների վարպետության բարձր մակարդակը հնարավորություն է ընձեռնել մարդկանց վայելել կարատեն իր ողջ քեղությամբ։ Հանրապետությունում տարեստարի զարգացում է ապրում այս մարզաձևը, կազմակերպված առաջնությունն էլ իր հերթին խթան է մատաղ սերնդի շրջանում կարատեի մասսայականացմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը։ Մարզաձևը արդեն 4 տարին է ինչ գործում է, ունենք մեր հանրապետական ֆեդերացիան եւ կասեի, որ այդ ֆեդերացիայի նախագահն պարոն Թևատրոսյանը բավականին աշխատանք է կատարում, ավանդական դարձած անց են կացնում հանրապետական բացառայցություն։ Անցյալ տարի այս միջոցառումը կազմակերպվել Շուշի քաղաքում, այս տարի արդեն Ստեփանակերտում եւ տարեստարի քանակը ավելանում է մարզիկների, ինչպես մեր հանրապետությունից, այնպես էլ Հայաստանի հանրապետությունը։ Տարիքային ու քաշային 22 կարգերում մրցապայքարին ընդգրկվել են շուրջ 250 մարզիկ։ Նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարատեի ֆեդերացիաները։ Մարզիչներն են փաստում։ Մրցաշարից մրցաշար նկատելի է մարզիկների վարպետության մակարդակի աճը։ Մրցումները 2 տեսակի են կատարվում՝ կոմիտե ձևով եւ կատա ձևով։ Շատ տարիքային խմբեր կան։ Ամենափոքրը եւ ամենափոքրը 5 տարեկանից մինչեւ 17 տարեկան։ Ամեն տարի մենք կատարում ենք այսպիսի մրցաշարեր եւ տարից տարի ավելի լավ են դրսևորում մեր երեխաները։ Հիմիկվա դրությամբ արդեն մեդալներ ունենք, մեր երեխաները շատ լավ են մասնակցում։ Առաջնության կազմակերպիչների հույսերն արդարանում են, այն որ արևելյան այս մարտարվեստի հանդեպ անտարբեր չեն Արցախի պատանիները, կարատեի խմբակներն են փաստում։ Դրանք գործում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Շուշիում ու Նորագյուղում։ Ակնկալիքները մեծ են, ինչպես անցած տարիները, այս տարի փաստորեն ավելի շատ մասնակիցներ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, իսկ դա արդեն ամենամեծ ակնկալիքներ էր, որ ես սպասում եմ մի քանի տարվա մեջ։ Գենադի Երեմյան, Մերուժան Հայրապետյան, օր։